Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնարար հարցերը։ Այս պահին պիտի փորձենք ամփոփել անցնող տարվա կարևորագույն իրադարձությունները։ Իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ իմ ընկեր, գործընկեր Ռուբեն Մեհրաբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռուբեն, հանրագումարի բերելով 25 թվականը իրապես բեկումնային է եւ կարծում եմ արժե որպեսի սկսենք ինչ որ իմաստով նաեւ կարևոր իրադարձությունները նախ գնահատել եւ դրանց արժեքը ներկայացնել, թե դրանք ինչ նշանակություն ունեցան եւ կունենան դեռևս առաջիկայում Որոնք էին ըստ քեզ կարևորագույն իրադարձությունները 2025 թվականի։ Դե նախ տարվա գնահատականը ես լիովին կիսում եմ, որ տարին բեկումնային էր, ընդ որում այդ բեկումնային իրադարձությունները հենց տարեսկզբից էլ մեկնարկեցին եւ մեկնարկայինը դա հունվարի 14-ի Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումն էր, ընդ որում դեռ նախորդ վարչակազմի հետ, ընդ որում դա ավելի վաղ պետք է ստորագրվեր, ուղղակի երբ արդեն անցումային վարչակազմ ձևավորվեց, դա արդեն Թրամփի ընտրության բերումով երկարաձգվեց եւ այսպես 6 օր առաջ երթմնակալությունից նախորդ վարչակազմը ստորագրեց եւ արդեն համաձայնեցված նորի հետ փոխանցեց արդեն ի կատարում։ Դե արդեն դրա շարունակությունն էլ մենք տեսանք տարվա ընթացքում։ Եվ Տրամփի ընտրությունից հետո հիշում ենք, որ մեր քաղաքական մրցակիցները, ընդդիմախոսները ուղղակի ցնծության մեջ արդեն խոսում էին այն մասին, որ Միացյալ Նահանգների հետ այլևս որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ շարունակել, որ ամեն ինչ վերջացած է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ձեռք են բերվելու բոլորովին նոր պայմանավորվածություններ Ուկրաինայի հարցում նոր Պոտսդամ եւ Ռուսաստանը ետ է վերցնելու իր ազդեցության գոտիները, թվում նաեւ հարավային Կովկասը եւ դուք ձեր հալը կտել ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ առոչինչ են եւ պետք է մտածել նոյեմբերի 9-ի հայտարարության ուրեմն իմպլեմենտացիայի մասին։ Ի պատիվ Բլինկենի, որը փաստորեն կարողացավ հասցնել ձեռք բերված այս կարևոր փաստաթղթի ամրագրումը եւ նաեւ ի պատիվ նոր վարչակարգի, որը վերցրեց ամբողջությամբ ժառանգությունը ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նաեւ Հայաստանի վարչապետի այցը փետրվար ամսին արդեն խոսում էր այն մասին, որ մենք իրապես լուրջ ենք տրամադրված եւ ցանկանում ենք իրական ռազմավարական բնույթի հասցնել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, իսկ դրա համար պետք է գործնականացնել եւ նյութականացնել պայմանավորվածությունները, որտեղ դա ընդհանրապես կանոնադրություն է։ Այդպիսի խարտիաներ շատ գոյություն ունեն։ Բայց այնտեղ մի կարևոր բան կար, այնտեղ տարածաշրջանին վերաբերվող հայ-ամերիկյան ընդհանուր պատկերացումները ֆիքսվեցին Արման։ Դա խաղաղության մասին էր, սահմանների միջազգայինորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիության։ Այդ խարտիայում, այդ կանոնադրության մեջ խաղաղության խաչմերուկ եւ էներգետիկ կայունություն եւ տեխնոլոգիաներ։ Այդ ֆիքսված համախոհությունն էր, որը մեկնարկ տվեց հետագա քայլերին Միացյալ Նահանգների արդեն ամբողջ տարածաշրջանի մասշտաբով։ Եվ եթե մենք դրա նախորդող ժամանակահատվածը հիշենք, թե քանի պատվիրակություններ եկան Միացյալ Նահանգներից, հատկապես փոխպետ քարտուղարների մակարդակով Հայաստանում գնահատելու ընդհանրապես այն ներուժը, որը կարող է հնարավորություն տալ ամերիկացիներին Հայաստանի հետ առաջ շարժվել։ Եվ ըստ ամենայնի Հայաստանի խաղաղության հասնելու ճանապարհը ուղեկցվում է այս 3 հիմնարար ուրեմն ուղղությամբ խաղաղության խաչմերուկ, այսինքն ճանապարհների ապաշրջափակում, ամբողջ կոմունիկացիաների
անցանելիություն եւ էներգետիկ համագործակցություն, էներգետիկ կայունություն եւ տեխնոլոգիաների դա արդեն երկկողմ է, բացառապես էներգետիկն էլ եթե նկատի ունենանք, որ այո, ամերիկացիներին ենք վերապահելու մեր նոր ատոմակայանի կառուցումը, սա եւս իր մեջ բավական լուրջ անվտանգային բաղադրիչ է պարունակում։ Ընդհանրապես Հայաստանը Միացյալ Նահանգների հետ խոսակցության առանցքում մշտապես անվտանգությունն է դրել եւ մենք ցանկացած խոսակցության հիմքում ամերիկացիների հետ քաղաքական, տնտեսական, նաև պաշտպանական միշտ նկատի ենք ունեցել, որ դա պիտի ավելացնի մեր անվտանգային կարողությունները։ Եվ իհարկե ամերիկացիներն էլ մշտապես մենք այցելել ենք Միացյալ Նահանգներ եւ մեզ անդադ հարց էին տալիս, իսկ ինչ է ձեզ պետք։ Եվ տպավորություն էր, մեր ամենամեծ դժվարությունը դա հասկանալն է, թե դուք ինչ եք ուզում։ Սա է, որ մեզ ասացին։ Անվտանգության մասին մեր պատկերացումները եւ ամերիկացիների պատկերացումները հիմնավորապես տարբերվում են, որտեղ եթե մեզ համար անվտանգությունը դա բանակն է եւ սպառազինությունն է, ոչ մեզ։ Մենք գոնե ես ու դու գոնե այդպես չենք հասկանում։ Գոնե Հայաստանը այդպես էր դիրքավորվում, ամերիկացիները դե հասկանում ենք, որ ոչ կարողանալու են սպառազինության այն ծավալները մատակարարել, որոնք կարող են տարածաշրջանի հիմնական խաղացողների եւ հատկապես Հայաստանի հակառակորդների հետ այդտեղ այդ մրցակցությանը դիմանալ ոչ էլ զորք են բերելու գետնի վրա եւ մեր բանակը ուղակի բայց նրանք ուրիշ բան արեցին այն ինչի հետ կապված մենք խոսենք արդեն հաջորդ նշանակալի իրադարձությունների մասին չէ որոնք ապահովում են այդ միջավայրը որտեղ ասենք զորքի կամ անսահմանափակ զինամատակարարումների կարիքի հարց չբարձրանում։ Այո, եւ որպեսզի մենք այդ մրցակցության մեջ չգտնվենք, ըստ էության Հայաստանին տալիս են այնպիսի առավելություն, որոնք ունեն ռեգիոնալ նշանակություն։ Այսինքն մրցավազքի փոխարեն սպառազինության դու ստանում ես այլ առավելություն եւ կախվածության մեջ ես պահում ռեգիոնի մյուս խաղացողներին դերակատարներին։ Այսպես ասեմ, փոխկապակցվածություն։ Դա բերում է եւ էներգետիկ անկախությունը, որը փաստորեն նաեւ էլեկտրաէներգիա վաճառելու այսպես օրակարգ է ձևավորում եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ Վրաստանին, եւ Իրանին, որի հետ մենք այսօր աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եվ սա իր հերթին այս փոխկապակցվածությունը հավելյալ անվտանգային կշիռ եւ առավելություն է տալիս Հայաստանին։ Իսկ տեխնոլոգիական համագործակցությունը կամ այդ դա առաջնորդություն է ապահովում տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ավելի այսպես լայն ընդգրկում, որովհետեւ այնինչ կառուցվում եւ կառուցվելու է Հայաստանում, տարածաշրջանում մեկ Դուբայում կա ինչ որ համանման մի բան, մեկ էլ ավելի փոքր է կա, ասենք Թել Ավիվում։ Սաուդյան Արաբիայում ինչ որ բան պետք է լինի, ինչ դեռ պարզ չի կլինի կհասկանանք, Nvidia-ն այնտեղ ինչ որ պրոյեկտի մասին է հայտարարել, եւ վերջ։ Որում տեսանելի հեռանկարում այլ բան չի լինում։ Նախկին հետխորհրդային տարածքում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Թուրքիա եւ Մերձավոր Արևելքի զգալի հատվածում, ուրեմն այսպիսի մասշտաբային արհեստական բանականության այս կլաստեր իսկ Հայաստանում մի քանիսն են կառուցվելու։ Չի էլ ունենա տեսանելի հեռանկարում ուղղակի չի լինելու։ Սա կարևոր է նաև հատկապես նշելու համար, թե Հայաստանը ինչպես իրեն կդրսևորի։ Թե արագության, թե որակի, թե պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով, որտեղ բազմաթիվ օրենսդրական նաև կարգավորումների կարիք կա, Հայաստանը միացել է այդ 123 կամ 123 ուրեմն տեխնոլոգիական հասանելիություն ստանալու այդ համաձայնագրին, ինչը կարելիություն է ստեղծում Հայաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, բայց Միացյալ Նահանգների դաշնակից երկրին հասանելի բոլոր տեխնոլոգիական
ուրեմն դա միջուկային խաղաղ միջուկային էներգիային է վերաբերվում այդ համաձայնագիր 1-2-3-ը, բայց բացի դրանից էլ այս արհեստական բանականության պրոյեկտը, որը կառուցվեց, դա Nvidia-ի եւ Dell-ի այդ չիպերը, որոնք զգայուն այսպես արտահանման ցուցակի մեջ են մտնում, հատուկ թույլտվության պրոցեդուրա անցան Միացյալ Նահանգներում եւ ըստ այդմ Հայաստանի վերաբերյալ որոշվեց այնպիսի լուծում, որը տրվում է ասենք Միացյալ Նահանգների դաշնակիցներին միայն։ Ասենք դա վստահության ամենաբարձր աստիճանն էր, որը երկրին ապահովում։ Հայաստան, որը շարունակում է մնալ դե յուրե հապկ անդամ, որը պարտավորություն ունի հապկ շրջանակներում այդպիսի տեխնոլոգիաների կիսման հասանելիություն տալ եւ Հայաստանը պետք է նաև երաշխիքներ ստեղծի, որ այդ տեխնոլոգիաները կկարողանա առավելապես պաշտպանել դրանք եւ ուրեմն անհրաժեշտ այսպես վահան ապահովել դրանց անվտանգության համար։ Սա հավելյալ վստահություն կավելացնի Հայաստանի նկատմամբ եւ հույս ունենք, որ սա իրապես որակական նոր մակարդակի կհասցնի։ Իհարկե ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Միացյալ Նահանգները շատ ավելի վաղ դեռ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այդ համաձայնագրով գագաթնաժողովի ժամանակ այդ հայտարարությունը հստակ սահմանում էր արդեն Հայաստանի հիմնական կարիքները եւ մեկ տարվա ընթացքում փաստորեն նախորդ վարչակազմը հետեւողականորեն աշխատեց եւ մենք ունեցանք այդ կանոնադրությունը եւ կանոնադրության մեջ ամրագրված այն հիմնական ուղղությունները, որոնք Միացյալ Նահանգների պատկերացմամբ կարող են Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն ապահովել եւ Հայաստանի ունեցած ռեսուրսները ըստ էության, որտեղ մենք ունենք ատոմային կայան, ունենք դպրոց, որի հիման վրա Միացյալ Նահանգները հիմնում է կարողություններ արդեն արևմտյան տեխնոլոգիաների, որոնք կարող են Հայաստանին ուրեմն դարձնել Միացյալ Նահանգների համար տեխնոլոգիական այդ մոդուլային ատոմային ռեակտորի կամ ատոմային կայանի կառուցման համար ըստ ամենայնի դա էլ միակը չի լինելու, որովհետև մեզ ոնց նայում ենք հավելյալ հզորություններ պետք են գալու արհեստական բանականության այս կլաստերները միայն մեկ միավորային ինչ-որ ասենք Հրազդանում պետք է կառուցվի, նա կլանելու է 100 մեգավատ հզորությամբ էլեկտրոէներգիա։ Մեր այսօրվա գործող ատոմային կայանի 1/4-ը։ Հա, ու Հայաստանում ասենք հաշվի առնելով այդ տեխնոլոգիական անցումը, որով մենք առաջ ենք շարժվելու, այդ ամենը հավելյալ էլեկտրոէներգիա է պահանջելու։ Էլ չեմ խոսում տրանսպորտի մասին։ Երբ ոչ միայն մարդատարելը բեռնատարներն են վաղը մյուս օրը էլեկտրոմոբիլ լինելու երկիրը փոքր է, մեծ սա ամենաձեռնտու եւ էկոլոգիայի տեսակետից եւ խնայողության տեսակետից իսկ դա էլեկտրոէներգիայի հզորություն պահանջելու է մեր հանքերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները նաեւ իր քաղաքական այսպես նոր ուղեգիծը կառուցում է համատեղ հանքարդյունաբերության այսպես նախագծերի շուրջ եւ չի բացառվում, որ ամերիկացիները նաեւ Սյունիքում ամրանալու նպատակ ունենան եւ այդտեղ եթե մենք ի վերջո պղնձի հանքանյութը պղինձ դարձնելուն ուղղված ուրեմն աշխատանքներ սկսենք այդտեղ եւ այդտեղ ահռելի էներգիայի կարիք է զգացվելու, այսինքն այդ ուղղությամբ եւս պետք է մտածել, որ կարող է հաջորդ հզորությունը ատոմային խաղաղ կայանի հենց Սյունիքում անհրաժեշտ լինի հիմնել, ինչը հավելյալ չտեսնված անվտանգային նոր ուրեմն
բարձիկի մասին կարող է այլ մետաղների, որովհետև այդտեղ որ խոսում ենք պղնձի հանքի, պղինձը այդտեղ մեկուսի չի դուրս գալի, այդտեղ բազմամետաղական ուրեմն հանքավայր է այդտեղ եւ ուղղակի պղինձն է ամենաշատը, բայց մնացածն էլ որպես թույն լցվում է պոչամբարը ու որպես ռումբ դրված է մեր տակ, մինչդեռ այդտեղ միլիոնների, միլիարդների օգուտ են դուրս գալիս։ Էլ չասած, որ այդտեղ մենք բնապահպանական ահռելի կատակլիզմների հիմք ենք ստեղծում եւ առանց արևմտյան տեխնոլոգիաների մենք հնարավոր չէ դրանք մաքրել եւ մեր միջավայրը բնությունը ուղղակի փրկել։ Վայրենի անպատասխանատու շահագործման այս ճակերտավոր ստանդարտը Հայաստանում այո պետք է վերջ տրվի եւ Հայաստանը պետք է ոնց-են ամենաառաջատար ստանդարտներով առաջնորդվի երբ հանքից հետո այո նաեւ այդ ընկերությունը հանձն է առնում ռեկուլտիվացիա անցկացնելու ամբողջ այդ հանքավայրի եւ բնությունից այնինչ պետք է ստանալուց հետո այդ տարածքը վերադարձնի բնությանը։ Իդեպ ասեմ, որ դա համատարած խնդիր է, այսինքն պետությունը նախ այդպիսի ռազմավարություն պիտի ունենա ոչ միայն Սյունիքի, այլև ցանկացած ավազի հանքի վերաբերյալ մենք Երևանին շատ մոտ գտնվող հատվածներում ունենք այդ խնդրեմը, մարդիկ ուղղակի տարիներով կորզել են ավազի հանքերը եւ այդպես բաց թողել են առանց ռեկուլտիվացիայի եւ առանց ուրեմն այդտեղ անհրաժեշտ հողային շերտ վերականգնելու եւ բնությանը հասցված վնասը վերականգնելու։ Սա եւս խնդիր է, այստեղ չափազանց կարեւոր է Սյունիքում մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ռուսական ահռելի մասնաբաժին ունենք, ներկայություն ունենք եւ շատերի գնահատմամբ ռուսական հատուկ ծառայությունները այդտեղ ворջ են դրել եւ Սյունիքի նկատմամբ ընդհանրապես այդ ահռելի հետաքրությունը սպասարկվում է այդ հատուկ ծառայությունների ներկայությամբ մեծ չափազանց կարեւոր է հասկանալ այդ ներկայության սահմանափակումը նախատեսվում է թե ոչ եւ ինչպես է դա բալանսավորվելու օրինակ արևմտյան ներկայությամբ օրինակ ամերիկացիների այս հետաքրությունը մենք ինչպես ենք կարողանալու ուրեմն իրականացնել, որտեվ սա հավելյալ որքան շատ ներկայություն, որքան շատ խաղացող ընդհանրապես մեր երկրում, որքան շատ շահ մենք կարողացանք համադրել, այդքան ավելի Հայաստանը կարող է դիմադրողունակ եւ ավելի ամուր լինել եւ դե ռուսական ներկայությունը այս պահին տնտեսական կախվածությունները այնքան շատ են, որ մենք միանգամից չենք կարող դրանք վերացնել։ Կախիչի վրայից իջնելու խնդիրը, բայց մենք ուրիշ խաղացողների այստեղ հրավիրելով պիտի կարողանանք տեղները նեղացնել, քայլ նվազեցնել այդ կախվածությունը։ Հասկանալով, որ դա միանգամից չի կարող լինել, այնուամենայնիվ տարածք պիտի ազատենք, այն ինչ որ այս պահին չկա մյուս խաղացողների համար։ Ու սա միայն Միացյալ Նահանգների մասին չի, սա հատկապես Եվրամիության մասին է, հատկապես առանձին օրինակ Եվրամիության անդամ Ֆրանսիայի մասին է, որը էլի հետաքրություն ունի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի նկատմամբ, Գերմանիան, որի հետ մենք ռազմավարական գործընկերության եւ ունի ահռելի ներդրումային եւ տնտեսական Իդեպ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում էլ Գերմանիան մեծ մասնաբաժին ուներ եւ մենք դեռ այս պահին չենք կարող ասել թե որքան է այսօր շարունակում պահպանել այդ մասնաբաժինը։ Մի խոսքով ահռելի աշխատանք կա այդ ուղղությամբ եւ իհարկե Միացյալ Նահանգների հետ ստորագրված այս ռազմավարական խարտիան հնարավորություն ստեղծեց, որպեսզի մյուս գործընկերները, ինչպես դուք նշեցիք, Եվրամիության հետ մենք ունենանք այդպիսի պայմանավորվածություն, գերմանացիների հետ, Նիդերլանդների հետ այս տարի ունեցանք այդպիսի համագործակցություն, բայց ես հատկապես ուզում եմ ընդգծել Ղազախստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որովհետև Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, հատկապես օգոստոսի 8-ի համաձայնությունների հետ ձեռք բերված այդ պայմանավորվածությունը ունի ֆունդամենտալ կարևորություն եւ դա ահռելի մեծ համար վահան է Հարավային Կովկասից պաշտպանական վահան է Ղազախստանի հետ ունենալ ռազմավարական գործընկերություն, դա ուղղակի ուղերձ է մեր պոտենցիալ հակառակորդներին, որ
այստեղ Ղազախստանը շատ ավելի հերահար, շատ ավելի հերուն գնացող ուրեմն գործընկերություն է փնտրում եւ մենք պիտի կարողանանք այս թղթից այս պայմանավորվածությունները իրապես գործնական հարթություն տեղափոխել եւ այդ պայմանավորվածություններին կարևոր աշխատանքային տեսք տալ։ Իհարկե ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանավորվածությունները, հռչակագրերը չափազանց կարևոր են, բայց չափազանց կարևոր է, որպեսզի մենք սահմանված ժամկետներում կարողանանք նաև դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայմանավորվածություններ կայացնել եւ դրանք ժամ առաջ որակյալ գործնական տեսք տալ։ Ես ուզում եմ այստեղ մենք ամփոփենք, մենք առաջիկա թողարկումներում կխոսենք նաև 2025 թվականի այլ կարևոր ձեռքբերումների մասին։ Ես կարծում եմ, որ դրանք իրապես արժանի են, որպեսզի մենք առանձին յուրաքանչյուրի վերաբերյալ անդրադարձ ունենանք։ Շնորհակալություն։ Նմանապես։ Կհանդիպենք։